Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցելու եմ կոնցերն դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր փաստաբան Արամ Օրբելյանի հետ։ Պարոն Օրբելյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարի ձեզ։ Պարոն Օրբելյան, հանդիպել ենք հետընտրական Հայաստանում, եթե նախ զրույցի սկզբում փորձենք ամփոփել ձեր տպավորությունները ընտրությունների օրվա եւ նաեւ այսօրվա հետ կապված, երբ ամփոփվում են արդյունքները, առհասարակ ընտրությունների ինչպես անցան, արդյոք սրանք ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ են։ Հետընտրականը մի քիչ բարդ է ասել, որովհետեւ ընտրության գործընթացը բացառապես քվեարկությունը չի, ընտրություններում բավականին մեծ դերակատարում ունեն նախընտրական ամբողջ փուլը եւ հետընտրական կամ այդ քվեարկությունը հաջորդող գործընթացները։ Ըստ էության հետևել եմ տարբեր հրապարակումներին, տեսել եմ ինչ որ նյութեր, անձամբ տարբեր վիդեոների տեքստերի միջոցով եւ կարող եմ ասել, որ ընտրությունները բավականին խնդրահարույց են անցել։ Ոչ թե քվեարկության process-ի հետ կապված ինֆորմացիան նույնպես հակասական է, բայց դա ենթակա է հավելյալ ուսումնասիրության։ Ես խոսում եմ նախընտրական փուլի մասին եւ նախընտրական փուլի հետ կապված գործընթացների հետ կապված։ Ինչ դեր խնդրահարույց։ Ընդ որում դա ես չեմ մենակ արձանագրել, ԵՀԿ դիտորդական առաքելությունը նույնպես հստակ արձանագրել է։ Դա վարչական ռեսուրսի հսկայական օգտագործումն է, դա ճնշումներն են, դա հաբեկումն է, դա վարչական ռեսուրսի հետ իրավապահ համակարգին հանձնարարություններ տալն էր, դա ըստ էության միակողմանի իրավական համակարգի, ասենք ասենք, ինստրումենտալիզացիան, այսինքն իրավապահ համակարգը ըստ էության խաթարում էր մի շարք քաղաքական ուժերի գործունեությունը, խոսքը չի գնում իմիջիայլոց քրեական վարույթների հետ կապված, դա էլ է խնդրահարույց, բայց կան բազմաթիվ ահազանգներ, որ մարդկանց կանչել են քննչական, պահել են մի քանի ժամ, հետո ասել են վայ կներեք սխալ են կանչել, իսկ խոսքը գնում է նախընտրական շտաբերի պատասխանատուների մասին, որոնց մասնակցելու կամ չմասնակցելու հետ կապված առաջացել են խնդիրներ։ Խոսքը գնում է մի շարք նախընտրական շտաբերից համակարգչային տեխնիկայի, եթե ճիշտ եմ հասկանում, ուժեղ Հայաստան դաշինքի համարյա բոլոր համակարգչային տեխնիկան ինչ-ինչ արգելվել է, ընդ որում ընտրություններից առաջ։ Խոսքը գնում է գործը, որով ես եմ ասենք որպես պաշտպան հանդես գալիս եմ, Անդրանիկ Թևանյանի դեպքով, ինչ որ անհասկանալի մեղադրանքով, պետական դավաճանության մեղադրանք, ընդ որում գաղտնիության ռեժիմի մտցնելը, երբ որ պետական գաղտնիքի փոխանցման մեղադրանք ինքնին արկա չի, բայց ասում են հնարավոր է պետական գաղտնիք լինի նյութերի մեջ, որի մասին մենք չենք կարողանում բարձրաձայնել եւ պաշտպանվելու իրավունքի սահմանափակում եւ այլն։ Այսինքն բազմաթիվ են այս դեպքերը։ Երբ որ մենք խոսում ենք վարչական ռեսուրսի եւ ճնշման ներողություն եւ ինչ որ առումով վարկաբեկման փորձեր են բոլորը վարչական ռեսուրսի տարբեր տեսակների չափազանց օգտագործումն է։ Մի մասը նաև ունի լիազորությունների անցման տարեր, մի մասը ունի ահաբեկման տարեր, մի մասը ունի ինչ որ մարդկանց նկատմամբ ճնշում գործադրենք այլ մարդկանց ահաբեկելու տարեր, մի մասը ունի այս գործընթացների միջոցով ընտրությունների գործընթացի վերահսկման տարեր, կան բազմաթիվ տվյալներ եւ այդ տվյալները պետք է ոնց ասենք վերլուծվեն ամբողջական։ Ընդ որում այդ որ ասում են վերլուծվեն ոչ թե պատմականորեն 50 տարի հետո, այլ հենց այս փուլում հուսով եմ քաղաքական ուժերը բավարար ժամանակ ռեսուրս կդնեն, վերկլուծեն եւ ըստ անհրաժեշտության, իմ կարծիքով անհրաժեշտությունը ակնհայտ է, կդիմեն նաեւ սահմանադրական դատարան հստակ ցույց տալու համար, որ ոչ թե եղել են թափանցիկ ընտրություններ, այլ եղել է անդրական գործընթաց, որին ուղղակիորեն եւ ոչ իրավաչափ կերպով միջամտվել է։ Պարոն Օրբելյան, ներողություն, այստեղ մեկ միջանկյալ հարց, տեսեք, եթե սահմանադրական դատարան են դիմում, սահմանադրական դատարանը արդյոք քննում է նաեւ այդ նախընտրական փուլի ճնշումը, այսինքն արդյոք դա չափելի է, թե որքանով ազդեցություն եղավ ընտրությունների արդյունքների վրա։ Բավականին բարդական մեթոդոլոգիա է, այդ մեթոդոլոգիան ինքը այտենց միատարր չի։ Դա ենթադրում է մենք այսօր գործընկերներից, մասնագետներից մեկը հրապարակել է միջազգային ստանդարտը, որ հասկանանք օրինակ գյուղական եւ քաղաքային համայնքներում արդյոք համաչափ էր թե ոչ։ Գյուղական եւ քաղաքային համայնքներից դուրս, որտեղ որ իշխանական տեխնացուները, ԿՊ-ն ստացել է մեծամասնություն, արդյոք որևէ կորելացիա ունի բնակավայրի գտնվելու տեղի մեծության հետ։ Լրջագույն խնդիրը ընդհանրապես հանրային հեռուստատեսության կողմից այս լուսաբանման գործընթացը, այդ թվում նաև տարբեր քաղաքական գործիչների վերաբերյալ հրապարակումները, որոնք առաջին հայացքից ոնց որ թե տենց ասենք ինչ որ մեկի քաղաքական ուղին, բայց հետո պարզվում է որ ինֆորմացիան սարսափելի միակողմանի, ոչ ամբողջական եւ բացառապես նեգատիվ լույսի ներքո էր ներկայացված։ Լրջագույն խնդիր էր մնացած գործընթացները։ Հիմա երբ որ դեր հարցին պատասխանեմ, հետո սահմանադրական դատարան ներկայացված բողոքով պետքա ցույց տրվի այս խախտումների ծավալը, քանակը եւ փորձ արվի ցույց տրվի կորելացիան ընտրությունների արդյունքների հետ։ Օրինակ բերեմ, երբ որ մենք խոսում ենք մեկի լուսաբանման
խնդիրներով եւ ցույց ենք տալիս, որ ՀՄԿ ունի համահանրապետական ծածկույթ մուլտիպլեքսի միջոցով եւ ամենաբարձր ռեյտինգները ունի, ասենք նորությունների, եթե մենք նայում ենք զուտ դիտելիության տեսակետից եւ դա համադրում ենք այն տարածքների ընտրությունների արդյունքների հետ, որտեղ ՀՄԿ ունի ծածկույթ եւ այլ հեռուստատեսությունները չունեն եթերային ծածկույթ, ու ցույց երևում է կոռելացիաները թվերի միջև, սա ապացույցներից մեկն է, որը որպես այդպեսին կարելի է ներկայացնել ընտրությունների վրա դրա ազդելու տեսակետից։ Պայմանական, այսինքն եթե ինչ որ միտեղ ՀՄԿ երևում է, ուրիշ ալիքներ չեն երևում կամ ալիքներ, որոնք ավելի բալանսավորված ինֆորմացիա տալիս չեն երևում, ու պարզվում է, որ հենց այդ համայնքներում, որտեղ որ ՀՄԿ դոմինանտ է, ասենք կպստացել է ձայների մեծամասնությունը կամ առավելություն ունի ձայների տեսակետից, ապա ակնհայտ է դառնում, որ ազդեցություն ունեցել է։ Եթե նման կոռելացիաներ չկան, իհարկե պետք է դիտարկել այլ տեսանկյունից։ Վարչական ռեսուրսի օգտագործման հսկայական խնդրահարույց կտորերից օգտագործումը շատ հաճախ ընտրակաշարք բառը, թոշակ ավելացնել, աշխատավարձ ավելացնել, այդ բոլորը վարչական ռեսուրսի օգտագործման խնդիր են, որովհետև վարչական ռեսուրսը դա ըստ էության այն կարողությունների օգտագործումն է, որը քեզ հասանելի է պաշտոն է, եւ կա մի շարք գործեր, օրինակ Ժակ Շիրակի հետ կապված գործը կար, որտեղ ինքը լինելով դեռևս համայնքային քաղաքապետ, այսինքն կամուրջի բացման process կար, որ ինքը իրականացրել էր, դրա վրա շատ մեծ ներդրում ուներ, ինքը աշխատել էր եւ դրա բացումը իրականացրել էր նախագահական ընտրություններից առաջ, ուղղակիորեն դիտվել էր որպես վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործում։ Հիմա մենք ունենք նման դեպքեր։ Այստեղ նաեւ տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, օրինակ ԵՄ համայնքի գագաթաժողով, մինչև դրան անդրադառնալը, մենք տեսնում ենք թոշակների ավելացում։ Մենք տեսնում ենք թոշակների ավելացում։ Թոշակների ավելացումը ամենատիպիկ օրինակն է, որը պետք է լիներ շատ ավելի շուտ եւ շատ ավելի մեծ ծավալներով, բայց փաստորեն ստացվում ենք մի իրավիճակ, երբ որ տարեսկզբին ասում են, չէ, այդ մարդիկ այդ 10,000 դրամը ինչ պիտի անեն, բոլորս գիտենք ինչ պիտի անեն, պետքա ծախսեն, որովհետեւ տենց այդքան շատ չի որ կուտակեն։ Բայց մեկ էլ տեսնում ենք ընտրություններից առաջ ասում են, չէ, վայ, գտնվեցինք այդ գումարը։ Սա վարչական ռեսուրսի օգտագործման օրինակներն են։ Երբ որ ինքը որպես ձայնագրություններ, որ հրապարակվեցին, օրինակ Արման Թաթոյանն էր հրապարակում ձայնագրություններ, երբ ուղղորդում էին։ Դա արդեն նախընտրական այդ ուղիղ փուլի հետ կապված, երբ որ վարչական ռեսուրսը բոլոր միտինգների մասնակցության ժամանակ կար բազմաթիվ ձայնագրություններ, ապացույցներ, երբ որ լրագրողները զանգում էին, հարցնում էին, ձեզ հանձնարարել են, չեն հանձնարարել, պարզվում է, որ դպրոցների տնօրեններ, դպրոցների աշխատակիցներ, մի հատ Արման Թաթոյանի ձայնագրությանը, որ հրապարակել էր, տղամարդ ուսուցիչներին կուղարկեք հանդիպման, դրանից հետո էլ զանգել էր, ասում էր, ձեզ կասեմ ինչ եմ մտածում ձեր մասին։ Այսինքն այս ամբողջ process-ը ցույց է տալիս խախտումների մասին։ Ինչևիցե, այս խախտումներով հանդերձ, այս ճնշումներով հանդերձ, իմ կարծիքով բավականին լավ արդյունք է արձանագրել։ Որ խախտումները չլներ, ակնհայտ է, որ թվերը լրիվ ուրիշ էր։ Ընդդիմությունն է լավ արդյունք արձանագրել։ Սա որովհետև հիմա իհարկե ցանկալի էր բոլորիս համար, որ ընդդիմությունը հավաքեր 70% եւ ԿՊ-ն ընդհանրապես չանցներ, հա, sense ասենք, բայց դա ցանկությունը մի հարց է, ռեալ պատկերը գնահատել, հասկանալ եւ դիտարկել այլ հարց է։ Չէ, բայց ավելի իրատեսական 70-ը չէ, բայց ավելի իրատեսական կանխատեսում կար, որ հավաքական ընդդիմությունը կկարողանա 50+-ը այդ շեմը հաղթել։ Հիմա բերեք թվերով մի քիչ նայենք, որտեղ այստեղ շատ կարեւոր խնդիր է։ Նախորդ ընտրությունը հələ ավարտված չի, դեռ վիճարկումներ կան, վերահաշվարկներ կան, ընդ որում արդեն տեղեկությունները կան, հա, որ ԲՀԿ-ի հաշվարկներում ակնհայտ խնդիրներ կան։ Թվեր են ներկայացվում։ Ուղղակի թվերի, հələ չեմ ասում ճիշտ են հաշվարկը, չէ։ 80 ձայնը ներկայացվել է 1 ձայն։ 77-ը 1 է, 100, մոտ 100-ից ավել ձայնի տարբերություն կա, նշված ավելացումը արդեն 4% ակնհայտորեն հաղթահարում են։ Ես նաև կխնդրեի դրան էլ անդրադառնանք, պարոն Օրբելյան։ Հիմա թվերը ներկայացրեք, բայց նաև անդրադառնանք ԲՀԿ-ի անցողիկ շեմը հաղթահարելը ինչ է տալիս ընդդիմության։ Այսինքն դա ինչ նշանակություն վերջապես կարող է ունենալ ձևավորվող Կասեմ, ես ԲՀԿ-ի թվերը առնվազն այն ինչ որ հրապարակված էր, դա կներկայացնեմ, որ անցնում է, բայց այդ թվերով կներկայացնեմ, հա։ 21 թվականի ընտրություններում կառավարական ԿՊ-ն, հա, ըստ էության, ըստ թվերի, որովհետև ես խիստ կասկած ունեմ այդ էլի արդար ընտրությունների մասով, ինչքան էլ նախորդ ընտրությունները չեն այդպես լայն քննարկվել անընդհատ, որ ընտրությունը կեղծված է, գողացված են ձայները, 688,761 ձայնը ցույց տալիս։ Այստեղ կներեք, ձեր միտքը կտրեմ մեկ միջանկյալ հարցել եւ անցնենք առաջ, քանի որ դուք ասացիք նախորդ ընտրությունների հետ կապված կասկածներ ունեք, նախորդ ընտրություններում դարձյալ ընդդիմությունը դիմել էր սահմանադրական դատան։ Հիմա դուք դարձյալ ասում եք ընդդիմությունը կարող է դիմել, այսինքն ակնկալի կա սահմանադրական դատանից, որովհետեւ նախորդը մենք տեսանք ինչ է։ Ներկայացնեմ, մենք պետք է թվերը ասեմ, հետո կանդրադառնամ։ 688,761 ձայն։ Այս ընտրությունների
ընտրությունների ժամանակ ենթադրվում է, որ 727,160 ձայն, այսինքն մոտավորապես 38,000 ձայնով ավել։ Անցած ընտրությունների ժամանակ պարլամենտ անցած ընդդիմությունը, չանցածներին չեմ գումարում, հավաքել է 357,479 ձայն, այս ընտրությունների ժամանակ 543,527 ձայն, այսինքն մոտավորապես 200,000-ով ավել։ Եթե նախկինում ԿՊ-ն ուներ ուրեմն 2/3 մեծամասնություն, ըստ էության կարող էր ընդունել ցանկացած որոշում, իրականացնել ցանկացած գործառույթ։ Այդ թվում եւ սահմանադրության փոփոխություն։ Ինչը այդ նախորդին չէ, դրան նախորդում էր արել, բայց էական չէ, այսինքն այս մեկում ինքը նշման հնարավորություն չունի։ Ընդ որում, այստեղ ինչն է կարևոր։ Երբ որ մենք նայում ենք ԿՊ-ի ձայները 18, 21, 26 թվականին, ամեն անգամ տոկոսային առումով կտրուկ պակասում է։ Կտրուկի նկատի չունեմ 50%-ով, բայց մենք տեսնում ենք զգալի պակասում է։ Առաջին 18 թվականին վարչական ռեսուրսի օգտագործման շատ տիպիկ ապացույցներ չեմ հետևել, որ նայեմ կարող է եւ չկար, բայց հենց այդ ժամանակ առաջին է սև սպիտակի բաժանմանը դրվեց եւ այդ ժամանակ արդեն խախտումները այդ տիրույթում էին։ Անցած ընտրությունների ժամանակ որոշ ծավալով կար, իսկ այս ընտրությունների ժամանակ այդ արդեն աննախադեպ ծավալների էր հասել վարչական ռեսուրսի կիրառումը, որովհետև օգտվում էին, ուրիշ բան որ չլինի, հա, այսինքն այդ իրենց այդ ավտոբուսին աջակցում էին ոստիկանները ուղղորդում էին, ուղեկցում էին ամենտեղ եւ ըստ էության մենք տեսնում ենք վարչական հնարավորությունների օգտագործում, ընդորում դա կապ չունի որ տեխնացուի մասին եմ խոսում, հա, դա կլինի Սուրենը Պապիկյան, դա կլինի ուրեմն գործող վարչակարգից որևէ այլ մարդիկ, այսինքն միշտ այդ օգտագործվել է այդ ամբողջ գործընթացը։ Տեսել ենք աչքի առաջ է եղել ոստիկանների պահվածքը եւ այլն։ Հիմա մենք տեսնում ենք, որ արդեն իսկ ֆունդամենտալ տարբերվում է թվաբանությունը։ Այսինքն եթե մենք այնտեղ ունենք 70, 30, 75, 25 ինչ որ ընդ որում ընդդիմությունը սահմանադրության ուժով ավել մանդատներ էր ստանում, ձայներ էր ստանում, որպեսզի 30%-ը դրանա, հիմա մենք տեսնում ենք, որ արդեն իսկ ձայների ավել մանդատներ ստանալու հարց չկա։ Եվ ըստ էության մենք տեսնում ենք, որ արկա է թվերի բաժանելու դեպքում ոնց որ թե 63-42 հա բաժանում էր ստացվում մանդատների օպոզիցիա կառավարություն, եթե բաշխում 64 մանդատ քաղաքացիական պայմանագիրը, 29 մանդատ ուժեղ Հայաստան դաշինք 12 մանդատ սա նախնական հաշվարկում։ Անցնում է ազգային ժողով, եթե թվերի տարբերություններով, դե ըստ էության ես թվերը որ հրապարակվել էին թվերը, ըստ էության ոնց որ 50 ձայնի մասին էր խոսքը, 54 ձայնի մասին էր խոսքը, որ փոխում էր ԲՀԿ-ն անցներ թե չանցներ, այսինքն եթե ԲՀԿ-ն ստանում էր 54 ձայն ավել անցնում էր, մենք արդեն տեսել ենք հրապարակումներ ու 100-ից ավելի մասին, այսինքն եթե այդ վերահաշվարկները տեղի են ունենում, ապա ԲՀԿ-ն անցնում է ազգային ժողով եւ ԲՀԿ-ն անցնելու դեպքում իմ ասած թվերն են։ Կամ դեր ասած թվերը ֆունդամենտալ չի տարբերությունը, էական է, բայց ֆունդամենտալ չի։ Վերահաշվարկի օբյեկտիվությանը հավատում եք, պարոն Օրբելյան, որ իսկապես ԲՀԿ-ին կտան այդ 4% անցողիկ շեմը։ Չէ, բերեք այսպես անենք, էլի հիմա եթե մենք տես պետք է ասենք ինչ տիվ ուզեն գրելու են, անցնելու են, ուրեմն պետք է մենք ի սկզբանե չմասնակցենք։ Թե որովհետև տեսնում ենք, որ ԲՀԿ-ի անցնելը վճռորոշ է, առնվազն 2/3 ունենալու համար։ Դե հիմա եթե կա արձանագրության մեջ ստորագրված արձանագրություն, որտեղ նաև կա ԿՊ բան, այդ հանձնաժողովի անդամ կամ նախագահ, ստորագրված է փաստաթուղթը, այնտեղ գրված է 77, բացում ենք ՀՀ-ի տվյալները գրված է 1, ակնհայտ է, որ համակարգչային տեխնիկայի ընթացքում լրացնելու սխալ են լրացել։ Հիմա դա չլինի, պետք է լինելու դա վիճարկել դատական կարգով, դա չլինի, պետք է լինելու դա դարձնել արդեն սահմանադրական դատարանի քննության առարկա, դա չլինի, արդեն պետք է որոշենք հնարավոր պայքարի այլ եղանակների մասին լայն իմաստով։ Լավ, իսկ եթե ԲՀԿ-ն անցնում է, մենք ձևակերպում ենք, որ իշխող խմբակցությունը չի ունենում 2/3։ Եթե չանցնել չի ունենում։ 2/3-ը չունի, եթե ԲՀԿ-ն անցնում է, նաև 3/5 չի ունենում։ Նաև 3/5 չունի, բայց այստեղ նույնիսկ մեծամասնություն թվերի կառուցվածքի մեջ չի մենակ, էլի, այսինքն 3/5, 2/3, որտեղ 2/3 չունենալը հնարավորություն չի տալիս սահմանադրություն փոխել, հնարավորություն չի տալիս մի շարք օրենքներ ընդունել։ 3/5 չունենալը հնարավորություն չի տալիս նաև մի շարք պաշտոնատար անձանց նշանակել եւ մի շարք սահմանադրական օրենքներ ընդունել։ Հիմա նայեք ինչ է խնդիրը, այստեղ մի քիչ ավելի է բարդանում։ Իհարկե կարելի է կասկածել, որ հա ինչ որ մարդիկ կարող է վերջի ինչ որ պահի քվեարկեն կամ չքվեարկեն, համագործակցեն կամ չհամագործակցեն, հիմա էլ մենք տեսանք բոլոր 3 խմբակցություններից էլ ազգային ժողովի ինչ որ մարդիկ ժամանակին դուրս եկան։ Ընդ որում բոլոր 3-ից, եւ ԿՊ-ից, եւ Հայաստան դաշինքից, եւ Պատիմոնևից։ Հիմա նույնը կարող է լինել իհարկե, բայց կրկնում եմ, բոլոր 4-ից կարող է լինել եւ համապատասխան փոփոխություններ կարող է տեղի ունենալ։ Ինչ որ մեկը դուրս չգա զարգացումը որոշի
մաս կկար, մի հատ էլ Իլոնը բացի կուսակցություն դնեն, որ հետո միասին Իլոն Մասկ կուսակցությամբ հանդես գան։ Կարող է ինչ-որ այլ թեմաներ լինել, հա, կարող է նաև Հայաստան դաշինքից, ուժեղ Հայաստան դաշինքից եւ ԲՀԿ-ից ինչ-որ մարդիկ ինչ-որ հարցերով քվեարկությանը այս կամ այն եղանակով մասնակցեն, բայց ակնկալիք այն է, որ այդպես չի լինելու, շատ ավելի մրցակցային են եղել, քաղաքական ուժերը շատ ավելի մանրակրկիտ են նայելում են ընտրել, ենթադրում եմ եւ հույս ունեմ նախկին փորձը հաշվի առնելուց, այստեղ բանալի բառը ենթադրում եմ, որովհետեւ երբեք չես կարող վստահ լինել ցուցակի։ Բայց մենք խոսում ենք հիմա ապագայի մասին ինչ էլ խոսանք, պետք է լինենք ենթադրությունների վրա կառուցված, որը հիմնված է ինչ-որ տվյալների վրա, որը գիտես։ Եվ այստեղ մեկավոր ոչ թե պետք է մենք վատատեսական դաշտում նայենք, ասենք ամեն ինչ վատ, ամեն ինչ կորավ, կրկնում եմ, ակնկալում ենք շատ ավելի լավ արդյունք։ Բայց ակնհայտ է 543,000 քաղաքացի ձայն են տվել այս երեք ուժերին, որպեսզի այդ երեք ուժերը շարունակեն իրականացնել իրենց անելիքները։ Այդ թվում նաև չթողնեն օրինակ սահմանադրության փոփոխությունները կամ այդ 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցումը կամ ինչ-որ նմանատիպ այլ գործողություններ։ Այսինքն դուք գտնում եք, որ ամեն դեպքում ընդդիմությունը իր մանդատներին պետք է տեր կանգնի եւ գնա խորհրդարան կանխելու համար այդ բոլոր process-ը։ Հիմա գլխավոր խնդրո առարկան դա է, քննարկման թեման։ Չկա խնդրո առարկա, դա արհեստական օրակարգ է, այլ տարբերակ չկա։ Բերեք sense fix-ենք, էլի մենք հիմա արհեստական օրակարգեր ենք սարքում, այս նույն ընտրությունների ժամանակ իրան ընտրեմ, թե իրան ընտրեմ, օպոզիցիայում կարող է ուրիշ մարդ ընտրեմ։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ օպոզիցիոն այլ կուսակցություններից ընդամենը 2-ն են ոնց որ թե 2%-ի շեմ անցել։ Մեկը թե 2-ը 1%-ն են անցել, մնացածը 0.0 քանի տոկոսներ են, մի քանի 100 կամ 1000 ձայնով։ Այսինքն ըստ էության չկա երկրորդ։ Մենք հեշտ ասել, մի վերցրեք։ Խնդիրը ոչ թե այս մարդկանց մեջ դարձնեն, թե չվերցնեն, առաջինը սկսենք նրանից, որ երեք մեծ կուսակցական ցուցակների մասին է խոսքը գնում։ Այսինքն չվերցնելը տենց մենք ի սկզբանե ելնում ենք այդ հակադեմոկրատական մտածելակերպից, որ բոլոր ինքնաբացարկները արդեն ստորագրել են, թողել են մեկի սեյֆի մեջ, որ ինքը պետք է հանի ուղարկի կենտրոնական ընտրական հանձնաժողով, ասի հրաժարվում է։ Վերջին հաշվով այդտեղ կան մարդիկ, ովքեր ունեն իրենց դիրքորոշումը եւ մանդատը ազատ է, հրամայական մանդատ չի։ Իրենք պատասխանատու են իրենց քաղաքացիներին, իրենց ընտրած քաղաքացիների առաջ։ Մի մասը կարող է ասում մի վերցրեք, մի մասը ասում է վերցրեք։ Բայց մյուս կողմից կա տեսակետ, որ քաղաքացին այդ ձայնը տվել է ոչ թե ընդդիմություն լինելու, այլ իշխանություն ձևավորելու համար։ Ես տվել եմ ձայնը, որպեսզի իշխանություն ձևավորեն, դա չլինելու դեպքում ընդդիմություն լինեն։ Բերեք sense fix-ենք, էլի չկա ընտրություն, որտեղ եթե ինչ-որ մեկը չի անցնում, չի լինում իշխանություն, պետքա անպայման հրաժարական տա։ Հիմա բերեք օրինակները բերեմ, այսինքն ԲՀԿ ցուցակը օրինակը բերեմ, որ բարձրնի։ Գագիկ Ծառուկյանն ասում է, ես վարշապետի տեխնացուն չեմ, մենք ունենք տեխնացու, բայց ես չեմ։ Ռոբերտ Քոչարյանը հստակ Հայաստան դաշինքով ասել է, որ առաջինը կլինի, իրանք առաջնորդենք։ Այսինքն ակնհայտ էր, չէ, որ հիմա ասենք, եթե կոալիցիոն ինչ-որ ձևակերպումներ լինեն, մեկավոր դա մեկ ուժ չէր եւ ունենալու են որոշակի տարաձայնություններ էլ։ Եվ չէին կարող ասել, գիտեք ինչ ասենք, մենք տվել ենք ուժը ԲՀԿ-ին, Հայաստան դաշինքին կամ ուժեղ Հայաստանի միայն նրա համար, որ միայն մեր տեխնացուն դառնա վարչապետ։ Դեմա որ մեր տեխնացուն շելներ, օպոզիցիոն ուրիշ տեխնացու լիներ, մենք համարելու ենք, որ իշխանափոխություն տեղի ունեցավ եւ մեր խնդիրը լուծվեց, այդ մի մասն է այդպես քվեարկել։ Ես կարծում եմ, որ մարդկանց մի մեծ մասը քվեարկել է, որովհետեւ տեսել են քաղաքական հասունություն։ Մի մասը քվեարկել է դրա համար, ինչ որ դուք եք նշում։ Մի մասը քվեարկել է, որովհետեւ տեսել է, որ այս ուժերը ունակ են փոփոխել։ Եվ ես ասում եմ, մենք դինամիկա ենք տեսնում, որը դրական է։ Երեք ընտրությունների արդյունքում երրորդը հսկայական ճնշումների ներքո ստացել ենք արդյունք։ Հիմա միջև մանդատները վերցնելը պետք է հələ պայքարել ընտրությունների արդյունքները վիճարկելու համար։ Սա ոչ թե ասենք, всё վերցրեցինք, շնորհավորեցինք, ասենք ամեն ինչ լավ է գնա։ Սա պայքարի որ տարբերակներն են, նախ վերահաշվարկ, հետո արդեն ամբողջ արդյունքներով սահմանադրական դատարան։ Նոր դրանից հետո որոշում կայացնել մանդատ վերցնում են, թե ոչ։ Չէ, մանդատը պետք է վերցրվի առանց քննարկման։ Նորից եմ ասում, ազգային ժողովի ընտրությունների մասնակցեցի, չստացվեց, ես դուրս եկա գնացի, նեղացա չեմ խաղալու։ Դա Հայաստանի ցավն է մեծ։ Անդրանիկը նեղացավ գնաց, մեկը նեղացավ գնաց, մեկը նեղացավ գնաց։ Դա լուծում չի։ Պարոն Օրբելյան, երկու փաստարկ ասեմ այն տեսակետը կրողների, ովքեր պնդում են, որ ընդդիմությունը չպետք է մանդատ վերցնի։ Մեկը, տեսեք, մենք շատ լավ գիտենք, որ եթե ընդդիմությունը մանդատ չի վերցնում, դա չի ստեղծում ավտոմատ կերպով ազգային ժողովի լուծարում, այսինքն ազգային ժողովը չի ստեղծում, այո, շարունակում է իր գործունեությունը, բայց կա կարծիք, որ դա առաջացնում է ճգնաժամ առավել եւս։ Եթե օրինակ ԲՀԿ-ն էլ 4%-ը հավաքում է եւ մենք ասում ենք, որ այդ դեպքում նույնիսկ 3/5 քաղաքացիական պայմանագիրը չի ունենում, ընդդիմությունը գնում է, քաղաքացիական պայմանագիրը մնում է մենակ եւ չի կարողանում իր օրենքները անցկացնել։ Ում հետ, այսինքն գտնում եք ցուցակի մյուսները կգան։ Համոզված եմ։
Բայց նորեն դուք ասում եք, որ վստահ են իրենց ցուցակների վրա, այսինքն այսպես։ Նորից ասում եմ, դուք ով ասում հրաժարվեն բանի վրա են։ Ընդունեք, որ երեքը հրաժարվեցին, ամբողջ ցուցակներով հրաժարվեցին։ Այո, դրանից հետո ինչ է լինում, միևնույնն է մյուս ուժերին չի անցնում։ Ով ասեց, որ չի անցնում։ Ես մասնագետներից նման մեկնաբանություն եմ լսել, որ մյուս ուժերին չի անցնում, հիմա ձեր մեկնաբանությունը։ Չպիտի անցնի, բայց բերեք մի հատ հաջորդի մասնագետներին հարցնենք, այս կառավարությունը ամեն ինչ օրինական է արել մինչև հիմա։ Ամեն ինչ սահմանադրության տարով արել, սահմանադրական դատարանի մասին փոփոխություններ անելուց դիմել է սահմանադրական դատարան ստացել համաձայնությունը, սահմանադրական դատարանի մասին գլուխը ռեֆերենդումով փոխել ոչ թե ազգային ժողովով։ Ախր մենք պետք է լավ պատկերացնել քաղաքական ճգնաժամը երբ առաջանում։ Ընտրությունների մասնակցեցի ու որոշեցի չվերցնեմ մանդատները, ինչ ճգնաժամ առաջացել։ Ճգնաժամները լուծվում են ընտրությունների միջոցով։ Ճգնաժամը առաջանում է ինչ որ բանալնում, անցնում ենք ընտրությունը լուծում է ճգնաժամը։ Չէ, հիմա կգնան արտահերթ ընտրությունների։ Ո՞վ ասես կգնան, ելն ուզում ասեմ, ով ասես, ըստ այդ տեսակետի։ Ախր անջան, ինչ է ստացվում։ Ես ընտրությունների մասնակցեցի, դուրս չեկավ, չվերցրեցի մանդատները։ Չեմ ընդունում արդյունքները։ Չեմ ընդունում, վիճարկում եմ, չեմ ընդունում, պայքարում եմ այլ եղանակներով։ Վիճարկում եմ, չեմ ընդունում, նաև այդ մարմնի կայացրած որոշումը։ Հրաժարվեցի, ձեր ասածով եմ ասում, գնացինք նոր ընտրությունների, էլի չանցա։ Այդ ժամանակ ինչ եմ անում, էլի չեմ վերցնում, էլի գնացինք նոր ընտրությունների։ Ախր պետք է մտքերը մի քիչ էլ ամբողջականացնենք, էլի ցանկություններ կան, հա, մենք մեր ցանկությունները եւ ռեալ իրականությունը պետք է համադրենք ու հասկանանք։ Եթե մենք համոզված ենք, որ այս 727,000 մարդիկ չեն քվեարկել, ես համոզված եմ, բայց այդ չքվեարկողների քանակի թվի մասին ես համոզված չեմ։ Իմ կարծիքով 450,000 ձայն ունի ԽՊ-ն, մարդիկ ովքեր քվեարկել են ինչ-ինչ պատճառներով, մնացածը մաքուր վարչական ռեսուրսով, միայն պետական ծառայողներ չեն, ինչ որ բիզնեսներ, ովքեր իրենց աշխատողներին ստիպել են, մի մասը հենց ընտրակաշառք են ստացել, ոչ թե վարչական ռեսուրս աշխատավարձ, այլ բարի բուն իմաստով, բայց չունեմ ապացույցներ։ Սա իմ ենթադրությունն է եւ ակնկալում եմ, որ քաղաքական ուժերը նման ինչ որ վերլուծություններ անալիզիկա կունենան, ովքեր մասնակցել են։ Ահա, խնդրեմ, այդ ժամանակ դիմում ենք, փորձում ենք, ցույց ենք տալիս, որ ընտրությունները կեղծված են եւ այդ ժամանակ գեներացվում է փողոցային պայքար։ Հստակ, որովհետեւ մենք հասկանում ենք, որ գողացան մեր ընտրությունները։ Եթե չեն կարողանում ցույց տալ, որ 727,000-ը, չեմ ասում, էլի ապացույցներով, ձայնագրությունով եւ բանը, մոմո պահելով, ասենք, ես տեսա ոնց արեցին, բայց պետք է դա լինի քիչ թե շատ վստահելի հիմնական բազան։ Եթե չենք տեսնում, ասում ենք, օքեյ, 727,000 ինչ որ քանակով բանով ավելացումներով բանով ստացան այս ձայները, հստակ ֆիքսում ենք, որ դրանք կեղծվել են լայն իմաստով, ոչ թե քվեարկության գործընթացը, այլ բոլորի աչքի առաջ ա եղել, որ միջև վերջին օրը, այդ թվում նաև քվեարկության օրը մարդկանց էին բերման ենթարկում, ակնհայտորեն բերման ենթարկում էին, ակնհայտորեն ճնշում էին, ակնհայտորեն վախի մթնոլորտ էր դա ձևավորում որոշ այլ մարդկանց մոտ ովքեր քվեարկում էին։ Եվ 500 միևնույնն է 543,000, 200,000-ով ավել մարդ անցած քվեարկության համեմատ քվեարկել է։ Ուրեմն դա ցույց է տալիս, չէ՞, որ մարդկանց ավելի մեծ քանակ է եկել քվեարկել, քան ավելի փոքր։ Ավելի մեծ քանակի մարդ եկել քվեարկել է օպոզիցիոն ուժերի ուժին։ Ընդ որում, եթե մենք վերցնում ենք օրինակ միայն Հայաստան դաշինքը, որը նախորդ անգամ առաջատար էր, ուներ 270,000 մոտավորապես ձայն, այս անգամ հավաքել է 145,000 ձայն, որը չի զրոյացվել, այսինքն միևնույնն է, անցողիկ շեմից ավել է եղել, եւ երկրորդը նախորդ անգամ ինքը ոնց որ բանի ընդդիմության առաջնորդի կարգավիճակ էր, ինչը բերում էր ավտոմատ բավականին մեծ քանակությամբ ձայներ։ Այս անգամ ընդդիմության առաջատարը արդեն 340,000 հավաքել։ Այսինքն մենք տեսնում ենք դինամիկա, ել եմ ասում, մենք պետք է ամեն ինչ անենք, սա կամ պետք է ընդունենք, որ իմաստ չունի ընտրական process-ներ, ես դրա հետ համաձայն չեմ։ Ես գտնում եմ։ Բայց դուք Հայաստան դաշինքի դեպքում, տեսեք, դուք ասացիք, որ տոկոսը նվազել է 21-ի համեմատ։ Հա, առաջացել է մեկ այլ ընդդիմադիր։ Որի գումարային է, բայց գուցե հենց այն տոկոսը, որը նվազել է, դա այն հատվածն է, որը սպասում էր ավելի ռադիկալ քայլերի, ոչ թե օրինակ գնալ։ Բերեք sense ասենք, էլի ամենառադիկալ խումբը դա հեղափոխական դաշնակցության անդամներն են եւ հետո։ Դա ռադիկալ քայլ նկատի ունեմ չվերցնել առնվազն մանդատները։ Դե հիմա բերեք sense ասենք, բերեք ռեալն այն քաղաքականություն ենք խոսում, պարլամենտական համակարգ ենք խոսում։ Չվերցնել, քննարկելը անիմաստ է։ Ելեմ չկա, կրիզիս չի առաջացնում։ Ընտրության հաջորդ օրը չվերցնելը իմ երեխան տղաս, որ հիմա արդեն 7 տարեկան է, անցել է այդ փուլը։ 3 տարի առաջ, որ խաղը խաղալուց ինչ որ պարտվում էր, ջղայնանում էր, վեր էր կենում, հիմա հասկացել է, որ պարտվում է, պետք է փորձես հաջող խաղալ։ Ճգնաժամային տայքը, պարոն Օրբելյան, ես ասացի երկու փաստարկ բերեմ, մեկ փաստարկ էլ բերեմ այն մարդկանց, ովքեր պնդում են, որ պետք չի վերցնել։ Նրանք ասում են, որ եթե դու մանդատը վերցնում ես, դու ավտոմատ կերպով ընդունում ես այդ ընտրությունների արդյունքները եւ լեգիտիմացնում ես Փաշինյանի անցկացրած ընտրությունները։ Հիմա դուք ելի կասեք գնան բողոքարկեն եւ այլն, գնացին բողոքարկեցին, Սահմանադրական դատարանը որոշեց, որ ընտրությունները կեղծված չեն։ Անջան չեմ ընդունում։ Չեք ընդունում, բայց վերցնում եք այդպես։ Չեմ ընդունում, չեմ վերցնում, ինչա փոխվում։
չեմ ընդունում, չեմ վերցնում, ինչ որ բան է փոխվում։ Դե գեներացնել փողոցային պայքար։ Որտեղով եմ գեներացնելու։ Փողոցում։ Ոնց, էլի փողոցում գնալու եմ կաղնեմ գեներացնեմ։ Հնարավոր չի։ Իհարկե հնարավոր չի։ Ժողովուրդը դուրս չի գա փողոց։ Ժողովուրդն դուրս գալու խնդիրի չի։ Դուք ինձ որտեղից եք մի հատ ճանաչելու, որ ես հələ գնամ մի հատ ընդե կաղնեմ, մի հատ ինչ-որ գործ։ Որպես ընտրող նկատի։ Որպես քաղաքացի, որպես ընտրող, որպես առաջնորդ, որպես էս ինչ։ Նորից մենք պարլամենտական համակարգը մենք ամեն ինչ տեսնում ենք նախագահականի այն ամենավատ տարբերակով։ 1-0-ներն է։ Այն նախագահականը մեկ-մեկ քննարկում ենք, էլի ասում եմ լավ, նորից տոկոսը ավելացել է ընդդիմության։ Ընդդիմության տոկոսը ավելացել է ազգային ժողովում։ Ընդունեմ թե չընդունեմ։ Բերեք ռեալ լինենք 18 թվականի ընտրություններում օպոզիցիան այն ժամանակ ԲՀԿ-ն ու Լուսավոր Հայաստանն էր։ ԲՀԿ-ն ընտրություններից առաջ եղել էր ոնց որ կոալիցիա էր, կոալիցիայից այդ բան եղավ, այդ որ տենց աշխատանքից ազատելու process-ը ծրվեց ազգային ժողովի գրավում եւ անցանք նոր ընտրությունների։ Երբ որ եկա պարլամենտում բանը փոխելու ժամանակ, այդ ներողություն, երբ որ սահմանադրությունն էին փոխում, ԼՀԿ-ն չմիացավ, ոչ մեկը միշտ ստորագրություն չտվեց։ Բաներ, ինչ-որ բաներ խաղում։ Եվ երկու հատ օպոզիցիոն կուսակցություն ելներ, պատկերը լրիվ այլ էր ելնելու։ Եկան 21 թվականի ընտրություններ, 21 թվականի ընտրություններում չնայած բոլորս լրիվ ուրիշ ակնկալիք ունենք, ուրիշ թվեր ստացվեց։ Բայց էլի ռեալ նայենք, հա, ունեցանք մենք երկու օպոզիցիոն կուսակցություն կամ դաշինք, ովքեր էական հարցերի բարձրաձայնում են արել։ Մենք հիմիկվա տեսակետից հեշտ ենք նայում։ Ասում ենք, հա դե ինչ արեցին, ոչ մի բան չարեցին։ Ահագին բան են արել։ Եվ սահմանադրական դատարանի դիմումներով, եւ այդտեղ բարձրաձայնելով, եւ ըստ էության շարժումներ առաջնորդելով, որովհետեւ հնարավորություն ունեին օգտվել հենց այդ ամբիոնից։ Արդյունքում են Կարծում եմ այո, այն արդյունքն է ինչ որ ակնկալում են, կարծում եմ ոչ։ Բա որտեղ սովորեն, որովհետև նորից այլ է կարևոր, էլի։ Լավ, հիմա դուք տեսեք, դուք որ ասում եք դրական դինամիկա, հիմա նշանակում է արդյոք, որ վերջապես իշխանափոխության ճանապարհը այն է, որ ամեն ընտրության ինչ որ դրական դինամիկա արձանագրել, վերջապես ինչ որ մի օր ընդդիմությունը հասնի իշխանափոխության։ Ամբողջ աշխարհում է։ Բայց ժողովուրդը սպասում է կարճաժամկետ լուծումների, նորից 5 տարի ժամկետ, հետո նորից 5 տարի ժամկետ։ Բայց նորից հիմա կարող է հիմա մեր խնդիրը երկու տեղ։ Բայց մի հատ հիշենք պարոն Օրբելյան, ներողություն այս ընթացքում ինչեր տեղի ունեցան, օրինակ Արցախի կորուստը տեղի ունեցավ։ Միտքս հետո։ Իսկ հաջորդ Արցախի կորուստի ժամանակ եթե այս թվաբանությունը լիներ, այս ոնց որ այսօր ունենք, լրիվ ուրիշ պատկեր էինք ունենալու։ Արցախի նոյեմբերի 9-ին Եթե ազգային ժողով ունենար այն կառուցվածքը, որը կունենա այս ընտրություններից հետո, լրիվ ուրիշ պատկեր ենք ունենալու։ Մենք կրիզիսների ժամանակ նորից մենք ախր միշտ բան ենք անում, պատկերացնում ենք մաքսիմալիստական։ Մաքսիմալիստականը միշտ լավ է, ես միշտ ցանկանում եմ ամեն ինչ մաքսիմումով։ Բայց նաև պետք է հասկանանք, որ հուսահատությունը մեղք է, պետք է անընդհատ պայքարը շարունակվի եւ ոնց որ բանի շարժումի նկատի ունեմ 88-ի շարժման, առաջամարտիկներից մեկը ասում էր, սուքա ավերժ է, եթե պայքար չկա։ Եթե մենք պետք է ասենք, վсё, նեղացանք, թարգեցինք, փակեցինք, գնացինք, ոչ մի բան չի փոխվելու։ Լավ, հիմա եկեք նաև ձևակերպենք, թե այս մանդատներով, այս խորհրդանում օրինակ ընդդիմությունը ինչ կարող է կանխել։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հստակ ասեց իր առաջնահերթությունները՝ խաղաղության պայմանագրի ինստիտուցիոնալիզացում, TRIP-ը պետք է գետնի վրա իրականացնենք։ Նաև մենք գիտենք, որ իրենք խոսում էին ադրբեջանական տարածքների այսպես կոչված անկլավների մասին։ Հիմա այս բոլորը կարող է ընդդիմությունը այս մանդատներով կանխել սա խնդիր ներկայացնել։ Ուրեմն մի բան, որը այս պահին եթե այնտեղ չլինի հոգևորություն էր բառը օգտագործեմ, սահմանադրության փոփոխությունը առնվազն հնարավոր չի առանց ընդդիմության համաձայնության։ Երկրորդ խնդիրը, որը ընդդիմությունը կարող է իրականացնել, այդ կախված է ձեր ասած գործընթացները ինչ ձևով, ինչ չափով, ինչ ծավալով կլինի, որ կանխել չկանխելու դաշտը չի, նաև բովանդակությունը պետք է հասկացվի դրանց։ Ընդդիմությունը հնարավորություն ունի այդ ժամանակ շատ ավելի ուժեղ շարժում գեներացնել, երբ որ ինքը պարլամենտում է եւ ունի հնարավորություն, քան թե եթե ինքը պարլամենտում չի։ Եթե կլինեն այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան նաև ԿՊ մի շարք падգամավորների, ընդ որում տեսել ենք մենք բազմաթիվ դեպքեր, երբ որ ԿՊ падգամավորները դուրս են եկել ԿՊ-ից, երբ որ կտեսնենք, որ ԿՊ падգամավորների մի մասը կհասկանան, որ այս ինչ որ արվում է, ակնհայտ ոչ հայանպաստ է եւ իրանք մասնակից են դառնալու նախկինները չէ, իրանք հիմա որպես ազգային ժողովում մասնակից են դառնալու խնդրահարույց հարցերին, հնարավոր է իրենց մտքափոխ անել, ասեմ ինչ ասեմ, այլ ձևով քվեարկելու դաշտ բերել։ Վերջի վերջո մենք impeachment-ի մասին խոսում ենք, հա, բանի անվստահության։ Չհասանք, որովհետև այնտեղ կար շատ ավելի մեծ ձայների քանակի անհրաժեշտություն, հիմա եթե իմ ասած կառուցվածքով ա լինում 9 ձայն է պակասում իշխանափոխության համար։ ԿՊ-ից։ Հայ 9 ոնց որ այս բոլորից բացի 9 ձայն, նախկինում 18 թե 32 թե ինչ որ տես թվակ 20-ից ավելի լավ sense ասեմ թիվ էին հաշվում, հիմա 9-ը պակասում, էլի շատ է։ Բայց նախկինում գոնե 1 ձայն չէին վերել։
ընդդիմությունը։ Չենք իմանում քանի չենք դրել, քանի չենք դրել քվեարկության։ Չենք իմանում քանի ձայն կար, քանի չենք դրել քվեարկության։ Բայց այնտեղ նույնիսկ քվեարկության ստորագրելու 1/5-ի ձայների խնդիր կար։ Հիմա 1/5-ի ձայների խնդիր չկա ստորագրելու տեսակետից։ Ինչի՞ եմ սա ասում, նայեք։ Նկատեք գործընթացը սկսելու։ Հա, նայեք, ամբողջ խնդիրը որտեղ է։ Մենք իրականում ցանկանում ենք բոլորս եւ հասկանում ենք վերահաս վտանգ, այսինքն ամեն պահի ես այդ չհասկանայք, ասի հա դա process է քաղաքական գնում ենք։ Մենք այդ բոլորը լավ հասկանում ենք։ Բայց այդ բոլորին հասնելու տեսակետից հիմա կարանք ասենք վաղ ուշա լինելու։ Բայց մենք ոչ թե պետք է ասենք այն հիմա լավ ուշա լինելու, այլ ընտրանքները պետք է դնեն գնահատենք։ Ընտրությունն հերգամ այլ ընտրանքներ։ Ընտրություններից հետո մանդատ չվերցնել այլ ընտրանք չի։ Այդ դուրս չի գալիս։ Եթե մենք ասում ենք կեղծել է, ապացույցները ցույց ենք տալիս, որ կեղծել է, քննարկում ենք, տանում ենք սահմանադրական դատարան, գործընթաց ենք սկսում, սահմանադրական դատարանին ցույց ենք տալիս ակնհայտորեն, որ այստեղ խնդիր է, եւ դրանից հետո ասում ենք մենք մանդատ չենք վերցնում, որովհետեւ այս process-ը չգիտեմ ինչա, կարող է ինչ-որ քաղաքական process-ի մաս կազմի։ Բայց ուղղակի ասել դե մենք չենք վերցնում, որովհետեւ կեղծվել է, ել եմ ասում, մի հատ ապուշություն կմտածվի, ոնց որ նախկինում ինչ-որ փորձել են եւ կասեն, հա, հաջորդ երկուսն է հասնում։ Հաջորդ երկուսը կանցնի, հաջորդ երեքն է հասնում, հաջորդ երկուսը չեն ուզի, դրա հաջորդ երկուսն է։ Համոզված եղեք, որ կձևավորեն խորհրդան ու կկարողանան ինչ-որ օրենք փոխել, որով թույլ կտան մյուս ուժերին անցնել խորհրդան, ճիշտ եմ հասկանում միտքը։ Ուղղակի կորոշեն, որ падգամավորեն այս երկուսը։ Ու վсё։ Դուք միշտ ասում եք, այս թե չեն կարող այս երկուսը նկատեք ուժ, ուսակցություն։ Անջան, դրանք մենք միշտ ելնում ենք այն կանխավարկածից, որ այստեղ օրինական են գործելու, այստեղ ապօրինի են գործել։ Հիմա եթե պետք է ինչ-որ խնդիր լուծենք։ Դուք ելնում եք այն կանխավարկածից, որ բոլոր տեղերում ապօրինի կարող են գործել։ Ես ելնում եմ այն կանխավարկածից, որ գործելու են նույն եղանակով, ոնց որ մնացած տեղերով են գործում։ Նայեք, համապատասխանաբար մենք չպետք է ելենք այն կանխավարկածից, որ այստեղ իրանք շատ վատն են, կեղծում են, չգիտեմ ինչ, այնտեղ օրենքի տարով են առաջնորդվելու։ Վերջին հաշվով բերելու են ինչ-որ մի հատ տենց արհեստական մեկնաբանություն, ոնց որ բերեցին սահմանադրական փոփոխության ժամանակ։ Ասին այ դա իրենց է վերաբերվում, հետեւաբար իրանք չեն մասնակցում։ Հիմա կասեն սահմանադրությունը ասում է, որ պետք է 3 ուժ լինի, հաջորդ 2 ուժին կբերեն ուղղակի կմտցնեն պարլամենտ։ Պարոն Օրբելյան, եթերային ժամանակը սպառվում է, փորձեմ շատ կարճ նաև անդրադառնալ իշխանականների պնդումներին, տեսեք, դեռ այսպես վերջնական արդյունքների, ինչպես նշում եք, ընտրությունների չկա, բայց արդեն հասցրել են գնահատականներ տալ, օրինակ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ընդդիմության այն ձայները, այ որ նշում եք դրական դինամիկա կա, նա ասում է այդ բոլոր ձայները ընտրակաշառքով է ձեռք բերված, հետեւաբար բացառում է հետընտրական զարգացումները, իսկ Դանիել Իոաննիսյանը որպես անկախ դիտորդ, ինչպես նա ներկայացում է այդ կազմակերպությունը, արդեն իսկ նշում է, որ գեթ 1 քվե չի կեղծվել, որտեղից նրան այս տեղեկությունը շատ կարճ գնահատական։ Որտեղից ես չգիտեմ, այդ մի հոգին, որ ասում է կեղծվել է, ինքը բոլորին վերագրում է իր ընտրակաշառքը, ինքը բոլորին միշտ, եթե ուշադրիր նայեք, վերագրում է իր գործողությունները։ Ես նորից եմ ասում, ԿՊ-ի ձայների զգալի մասը վարչական ռեսուրսի ենթադրաբար ընտրակաշառքի ապացույց չունեմ, դրա համար չեմ պնդում, վարչական ռեսուրսի ապացույցը ակնհայտ է եւ ընտրությունների ընթացակարգը խախտելու, այդ թվում նաեւ ՀՄԿ-ի եւ մնացած բոլոր ռեսուրսները օգտագործելով վատաբանել ուրեմն օպոնենտներին, հա, քաղաքական, ընդ որում ինքն է սկսել։ Երբ որ սկզբում սկսել էր անել նորմալ ընտրարշավ, նորմալ նկատի ունեմ առանց այդ կոնֆրոնտացիայի, հասկացա, որ ինքը խնդիր ունի եւ ինքը անցավ ուղիղ են 18 թվականի սև սպիտակ, չոր եռագլուխ պատերազմ, չգիտեմ ինչ որ է դաշտ։ Հիմա փաստը է, որ այս պահի դրությամբ կան ձայներ, հիմա ավարտեն կհավարտվի, թվերը, բողոքարկումները, վերահաշվարկները կանեն, իմ հաշվարկով ես ոնց որ ասեցի այն տվյալներով, որ տեսել եմ, ԲՀԿ-ն նույնպես անցնում է ազգային ժողով, որովհետև այդ 50 քանի ձայնը, որը չէր հերիքում հիմք ընդունելով ընտրական հանձնաժողովի վերջին արձանագրությունը առավոտի այսօրվա, արդյունքում ունենալու ենք այս թվերը։ Հիմա ինչ կորոշեն քաղաքական ուժերը, իրենց որոշելիքն է, ել եմ ասում, հիմա իրենց առանձին քաղաքական ուժեր կարող է եւ իրենց ընտրողների հետ կոնսուլտացիա որոշեն վերցնել կամ չվերցնել։ Վերջին հաշվով մյուս կողմից իմ խնդիրը չի թելադրել ուրիշներին ինչ անել։ Ես ընդհանրապես ուզում եմ պարզ լինի, որ չվերցնելը անլրջացնում է այս ամբողջ process-ը, բայց միայն այդ քաղաքական ուժի մասով։ Ես եկա փորձեցի, չստացվեց, խռովեցի, գնացի։ Այսինքն սա լուծում չի։ Ակնկալիքն է ընտրողների, որ միջևերջ պետք է պայքարվի։ Հետևաբար, ես ընդհանուր առմամբ խնդիրը այս ամբողջի մեջ տեսնում եմ ոչ թե նրա մեջ, որ կեղծվել է, չի կեղծվել, այլ նրա մեջ վերադառնալով այդ մի հոգում, որ ասում ընտրակաշառքներ, սա տեղավորվում է իր մնացած բոլորին մեղադրել, բոլորին նստացնել, բոլորին չգիտեմ ինչ անել թեզիսների մեջ, որը ըստ էության իրավունքի կոպիտ խախտում է, մեղադրում է մարդկանց հանցագործությունների մեջ չունենալով ապացույցներ եւ փորձում է քաղաքականապես մանիպուլյացնել, ինչ որ քրեա իրավական կատեգորիաների շրջանակներում մոտավորապես հիմք ստեղծելու համար, որ հեսա ինչ որ մեկին կբռնենք, մեկին կդատենք, արդեն ասել է բոլոր առաջնորդներին բռնելու եւ դատելու։
Թող սկսի ինքը ԿՊ-ի առաջնորդից։ Ես շնորհակալ եմ ձեզ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում եմ Կոնցերն դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր փաստաբան Արա Մորվելյանի հետ։ Կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։